Մարդը եկավ եկեղեցու մասին 1.5 րոպեանոց տեքստ ասեց, բրդեցին կալանավորեցին 3 ամսով, թե ավելի շատ արդեն 5 ամսով, հա, ու հետո հիմա մտածում են, թե ինչ այլ հոդված գտնեն, որ կարողանան այն հոդվածը, որը խիստ վիճարկելի հոդված է, դա փոխեն մյուսով ու փողերի լվացման հոդված են կարել, եկեք մի հատ հասկանանք, մարդը, որ ամբողջ կյանքը առանց միջապազանցության, որը որպես փաստ միլիարդների ներդրում է արել Հայաստանում ոչ որպես բիզնես պրոյեկտ, այլ նվիրատվություն, տաշիր հիմնադրամներում շատերի մասն ես իքսել չգիտեմ հավանաբար, ու փողերի լվացմամբ զբաղվում Հայաստանում։ Ստեղ են ասել, իա, իրոք, ինչ փողերի լվացում։ Այսինքն մարդը, ով ամենահարուստ հայն է աշխարհում, չգիտեմ, ասեք, միլիոն դրամ չեն կարողանում ստանալ չի ստացվել։ Այ Բագրատ Սրբազանին հիշում եք, ամեն ձև փորձում էին ինչ-որ կենցաղային ինչ-որ, չգիտեմ, այնտեղ մսի արտադրություն ունի, ինչ-որ, չգիտեմ, ինչեր ունի, բան չստացվեց։ Այս դեպքն չի ստացվելու, բայց վախը կա։ Իսկ այդ վախը ցույց է տալիս նաև ինչով է հավաստվում, ինչով է ապացուցում այն ռեակցիաները, որ գործող իշխանությունը ցույց է տալիս։